Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Առաջիկայում մեզ սպասում են մեծ իրադարձություններ։ Առաջինը սահմանազատում։ Սահմանազատումը տեղի ունենալու։ Եվ այդ բաները ուրեմն խաղաղությունը հաստատված է։ Խաղաղությունը հաստատված է այն հիմքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը եւ սահմանները։ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ Ալմատայի հռչակագիրը որպես բազային սկզբունք է։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանը ըլնելու է այն, ինչ որ սովետի ժամանակ եղել է։ Խորհրդային Հայաստանում ինչ որ ողել է, ճշգրիտ ըլնելու է նույն սահմանը։ Բայց Բերթավանում չկա տենց հատված, բայց սահմանի ուրիշ տեղերում տենց հատվածներ կան, որ պրոբլեմատիկ են։ Իրար մեջ մտած։ Եվ մենք ստեղ հիմնական հարցը հետևյալն է։ Սահմանազատման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ են ուզում։ Ուզում են պրոբլեմներ ստեղծեն իրար համար, թե ուզում են իրար հետ պրոբլեմներ լուծեն։ Իմ ընկալումն է նա, որ եւ այսինքն ես գոնե տենց եմ տրամադրված, իմ ընկալումն է նա, որ Ադրբեջանն էլ է տենց տրամադրված, որ հիմա նենց լուծենք, որ 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո, 50 տարի հետո, 100 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար մարդիկ բան չանեն, չսկսեն, էլի կոնֆլիկտը չվերաբորբոքվի։ Եվ մենք գնալու ենք այդ տրամաբանության մեջ եւ Տավուշի մարզում եւ ընդհանրապես գիտեք որ պայմանավորվածությունը արդեն ձեռք է բերված, որ սահմանազատումը սկսելու է հյուսիսից եւ ավարտվելու է մինչեւ Իրանի սահման։ Իհարկե այստեղ թրիփ նախագծի հետ կապված մի հատ խնդիր կա, այսինքն ոչ թե խնդիր, մի հատ նորություն, որովհետեւ գիտեք որ թրիփ նախագծի հետ կապված համաձայնագիրը ստորագրեցինք եւ նախագծեր ենք սկսելու իրականացնել։ Ասենք երկաթուղին որտեղով որ անցավ, որ սկսեցին կառուցել առաջ սկզբից երկաթուղու համար, ասենք օրինակ կարապարզվի, որ 2 կիլոմետր լայնությամբ բան է պետք, շինարարության համար։ Սկզբից այդ 2 կիլոմետրը պետք է սահմանը հստակ գծենք, որ հստակ կլինի Հայաստանը որտեղ է, Ադրբեջանը որտեղ է։ Այսինքն որտեղ թրիփ նախագծի պրոյեկտ կսկսենք իրագործել, այդտեղ կարճ կտորներով կսահմանազատենք եւ բան կանենք։ Եվ այդտեղ ըստ ամենայնի մի քիչ առաջ կընկնի ավելի։ Մենակ այդ հատվածները։ Մնացած հատվածով պիտի նստենք աշխատենք։ Մնացածը, որովհետեւ հիմա նույն Արցվաշենի հետ կապված մենք Արցվաշենի խնդիր ունենք։ Չենք կարող հրաժարվենք այդ խնդրի հետ։ Չենք կարող հրաժարվենք այդ խնդրի։ Այսինքն սահմանազատման արդյունքում սկզբունք 1 Խորհրդային միության ժամանակ եղած գիծը վերականգնվում է։ Սկզբունք 2 կարող է պարզի, որ գիծը նենց է գծած, որ մեկի տուն է մտնում։ Որտեղ այն ժամանակ մի երկիր ա եղել, այդքանով է խորացել, ով է։ Մենք այդ երևույթները նաև տեսանք բանում, Կիրանցում եւ Ոսկեպարում։ Մի պետություն ա եղել, այն ժամանակա գիտեք, տեսել են ավակ սերնդի ներկայացուցիչները կվկայեն։ Մի հատ գառով, մի հատ բանով հեշտ դժվար չէր, մի հատ կոլխոզի մակարդակում մի հատ խնդիր լուծել։ Հիմա երբ որ տենց հարցեր կա, հարցերի մասշտաբից է կախված։ Մենք պետք է այդ բոլոր ծուռ-մուռ գծերը այնտեղ որտեղ հնարավոր է, որովհետև տեղ կա կարող է հնարավոր չի։ Տեղ կա հնարավոր չի, պետք է հասկանանք ոնց ենք անում։ Այդ բոլոր գծերը պետք է ուղղենք։ Լուծումը սահմանազատման արդյունքում պետք է լինի նենց։ Դու Բերթավանցի ես, անտ ինչա։ Նարեկ։ Լուծում պետք է լինի նենց, որ Նարեկը էլ կոնֆլիկտի կռիվի հեռանկար իր երեխեն, այդ թեման հավիթյան փակվի,